Այս պահին մենք Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դարպասների մոտ ենք, իմ թիկունքում դուք տեսնում եք ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների, նրանք վաղ առավոտյան են մտել Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, որտեղ այժմ ընթանում են խուզարկություններ եւ ներսում է նաեւ Գագիկ Ծառուկյանը իր ընտանիքի անդամների հետ։ Տնտեսական ու քաղաքական այս ռեպրեսիաները, որոնք այս պահին եւ այսօր կյանքի են կոչվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, սրանք ընդհանրապես նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իրականացրած անոնսի կենսագործումն է, որովհետեւ տարբեր այսպես նախադեպեր ունեցել են եւ ականատես են եղել, որ Նիկոլ Փաշինյանը այսպես քաղաքական հաշվեհարդարների վերաբերյալ անոնսներ է անում, այնուհետեւ այս կամ այն պատկան մարմինը եւ կառույցը կենսագործում Նիկոլ Փաշինյանի ցանկություն հանձնարարականները։ Խուզարկությունների վերաբերյալ քննչական կոմիտեն հայտնել է, որ քննվող 1 տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում խուզարկությունները իրականացվում ոչ միայն Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, այլև 70 հասցեներում, մինչև այս էլ տեղեկություններ հայտնել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի Վետա Տոնոյանը կրկին պնդել էր, որ մի քանի տասնյակ ընկերություններում միաժամանակ խուզարկությունները նա պնդել էր, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական է եւ պարալիզացված է ամբողջ աշխատանքը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ Հազարավոր աշխատակիցներ Multigroup կոնցեռնի այս պահին փաստորեն զրկված են աշխատանքի հնարավորությունից, պարալիզացված է լայն առումով Multigroup կոնցեռնի աշխատանքը եւ հազարավոր աշխատակիցներ այսպես անորոշության մեջ են, քանզի անգամ իրենց աշխատավայր մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել։ Տիկին Տոնոյան, իսկ հայտնել են պարոն Ծառուկյանին ինչ քրեական գործ է, ինչ հոդվածներով, ինչ կապ չունենք, որովհետև 7-16 երբ մուտք են գործել քննչական կոմիտեի ներկայացուցիչները ԱԱԾ-ի ուղեկցությամբ, այդ պահից սկսած մենք կապի հնարավորություն չենք ունեցել թե պարոն Ծառուկյանի, թե նրա կնոջ հետ եւ հնարավորություն չունենք ճշտելու փաստաբանների հետ եւս կապի հնարավորությունից զրկված ենք, որովհետև նրանք խուզարկությանն են մասնակցում, մենք չգիտենք ինչ քրեական գործ կամ գործեր են կարվել։ Նրա բերման ենթարկելու հետ կապված ինչ-որ տեղեկություններ կան։ Մենք պաշտոնական որևէ տեղեկատվության չենք տիրապետում, որովհետև անգամ այս պահին չգիտենք թե ինչ քրեական գործեր են հարուցված պարոն Ծառուկյանի հետ կապված։